Հայը Գրիգոր Զոհրաբ, ծննդավայրը Կոստանդնուպոլիս 1861 թվական, կոչումը գրող հրապարակախոս, պատգամը անվերապահ նվիրվեք հայրենիքին, հավատալով ազգի հավերժությանը։ Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ թաղամասում է ծնվել մեծանուն արևմտահայ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ, իրավաբան եւ վերջապես Նորավեպի անզուգական վարպետ Գրիգոր Զոհրաբը։ Հայրը Խաչիկ Էֆենդին Չուղանի խանի մեջ սարաֆ էր, վաճառական, մայրը Էվթիկ Հանմը Մալաթիայից էր։ Կենսագիրների հավաստմամբ Զոհրաբի առողջ մարմինն ու առողջ միտքը ժառանգություն էր, որ փոխանցվել էր ծնողներից։ Զոհրաբը նախնական կրթությունը ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում, այնուհետև կրթությունը շարունակում է նշանավոր թարգմանչած վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են դրսևորվում Զոհրաբի առաջին գրական նախափորձերը։ Գրիգոր Զոհրաբի դպրոցական տարիների վերաբերման շատ հետաքրքիր հուշեր է հայտնում նրա դասարանցին Տիգրան Արփյարյանը, հայտնի գրող Արփյար Արփյարյանի եղբայրը։ Նրանք երկուսն էին՝ Միհրանիկ Զոհրաբը եւ Գրիգորիկ Զոհրաբը։ Գրիգորին փոքր տարիներին փոքրամարմին լինելու եւ հույժ գեղեցիկ պատանի լինելու համար Գրիգորիկ էին անվանում փաղաքշաբար։ Ասում է ես հզոր էի Միրանիկը գրափարամոլ էր եւ գրափարը կպաշտեր եւ գրափար նույնիսկ բանաստեղծություններ կգրեր, իսկ Գրիգոր Զոհրաբ հակված էր դեպի աշխարհաբարը եւ գրափարեն աշխարհաբար կդարձներ շատ գրություններ եւ Թովմաս Թերջյանը, որ նրանց ուսուցիչն է եղել, հայտնի արևմտահայ գրագետն ու գրողը, միշտ Գրիգորի հետ կապում էր մեծ հույսեր հետագայում գրականության մեջ մեծ դեմք դառնալու իմաստով եւ չէր սխալվում այս ուսուցիչը։ 1876 թվականին Զոհրաբն ընդունվում է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Գալաթասարայի վարժարանը։ Հետո սովորում է Հուգուգի վարժարանում։ Ավելի ուշ Զոհրաբը Էտրինե քաղաքում քննություն է հանձնում եւ ստանում փաստաբան իրավաբանի վկայական։ Զոհրաբը գրական ասպարեզ է մտնում 1878 թվականին, երբ հանդիպում է Նիկողայոս Թուրպենաչյանին եւ դառնում վերջինիս հրատարակած Լրագիր օրաթերթի աշխատակիցը։ Ստեղծագործել է գրական բազմաթիվ ժանրերով, գրել է բանաստեղծություններ, երկու վեպ, պատմվածքներ, քննադատական հոդվածներ, ֆելյետոններ, ակնարկներ եւ այլն, սակայն նրա ստեղծագործության պսակը եւ ընդհանրապես հայ գրականության պսակը Զոհրաբի նովելներն են, նորավեպերը, որոնց թիվը շուրջ 40 է, բացառությամբ մեկ-երկուսի բոլորն էլ Պոլսի կենցաղային թեմաներով են, ճիշտ այնպես, ինչպես, ասենք, Չարլզ Դիկենսի տասնյակ վեպերը բոլորն էլ նվիրված Լոնդոնին։ 1888 թվականին Զոհրաբն ամուսնանում է Կլարա Յազեչյանի հետ։ Մեկ տարի անց ծնվում է նրանց առաջնեկը՝ Լևոն Զոհրաբը։ Հետո ծնվում են մյուս զավակները՝ Դոլորեսը, Արամը եւ Հերմինեն։ Նրանք իրենց տանը գերադասում էին եվրոպական կրթությունը։ Դուստրերից մեկը Դոլորես Զոհրաբը մանրամասն հիշատակում է, թե ինչպես հայրը չափազանց խիստ էր, երբեմն Լևոնը եւ Հակոբը Զոհրաբի տղաներն էին, կկանչեր տուն եւ հարցուփորձ անելու եթե անբավական կլար կապտակեր, սակայն չափազանց շատ կսիրեր մեզի, ասում է, եւ ֆրանսերեն ու գերմանիկ կրթության կուտարներ։ Երկու որդիներն էլ սովորել են Գերմանիայում, մեկը փայլուն հաջողությունների հասավ տնտեսագիտության ասպարեզում, մեկը գյուղատնտեսության ասպարեզում։ Դուստրերը փայլուն տիրապետում էին ֆրանսերեն լեզուն, իսկ Զոհրաբը պարզապես պաշտում էր ֆրանսերեն ու ֆրանսիական գրականություն։ 1891 թվականին Զոհրաբն ընտրվում է թուրքական պարլամենտի երեսփոխան։ Սակայն ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվում 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։ Քանի որ Զոհրաբը զբաղվում էր նաև հրապարակախոսությամբ, ձեռնամուխ է լինում հրատարակել Մասիս ազգային գրական քաղաքական հանդեսը, որը լույս է տեսնում 1892 թվականին։ Մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեն հիշում է. մի օր Արշակ Չոպանյանն ինձ ծանոթացրեց պոլսահայ հայտնի վիպագիր Գրիգոր Զոհրաբի հետ։ Նա Փարիզ էր եկել անձնական գործերով։ Ես Զոհրաբին ճանաչում էի հերոեն, կարդացել էի նրա գեղեցիկ պատմվածքները Կոստանդնուպոլսի կյանքից։ Ուղղությամբ ռեալիստ էր, ուներ շատ սիրուն ոճ, միանգամայն զերծ պոլսական սեթևեթանքից եւ ավելորդ ու հակագեղարվեստական պճրանքից։ Ես ուրախ էի ծանոթանալ Զոհրաբի հետ, երբ փորձեցի խոսել իր երկերի մասին, նա ամենայն պարզությամբ եւ առանց շինծու համեստության ասաց. Ես ամետեոր գրասեր մնեմ, ուրիշ ոչինչ։ Նա գրելու հնարավորություն ունենում էր այդ դատական գործերի ընդմիջումների կամ երկու դատերի արանքում ունեցած այդ ժամանակահատվածում եւ ասում էր, որ փոքրիկ
պատմությունները ես թղթին հանձնում եւ այդ համեստորեն բնութագրված ճակերտավոր փոքրիկ պատմություններն են, որ այսօր մեր գրականության գանձարանի լավագույն էջերից են։ Գրիգոր Զոհրաբի մտերիմներից մեկը Հրանտ Ասատուրը հիշում է. Զոհրաբ խանդավառ գեղապաշտն էր։ Գեղապաշտ տանը, կենցաղում, մարդկանց մեջ, երաժշտություն լսելիս, ամենտեղ նա համակ ազնվական էր։ Սիրում էր հայերեն բառերի օվկիանոսը եւ շատ հաճախ էր ձեռքն առնում Փեշտիմալջյանի սիրելի բառագիրքը։ Հայոց լեզուն նրա գրչի տակ ազնվանում էր, շողում գեղեցիկ լուսարձակումներով։ Աշակ Չոբանյան, մեծ հեղինակություն, ան ինչ որ օրած է, հզորաբես հրած է, եղած է կյանքը ուժեղ վայելող, ուժեղ փաստաբան, ուժեղ խանդարեն գործիչ, բայց իր գործունեության ծևեր են այն, զոր ամենն ավելի հրայրքով, հեշտանքով կկատարեր քրականություններ, վարպետ մներ, հայ նորավեբին իշխանն էր և գնում մինչև այսօր, ծամեք, երկրորդ կարծիքը, էլի մեծ մարդու, մեծ հեղինակության Վահան Թեքեյան, իր ժամանակագիծը, ինքը արևմուտքահայ նոր քրականության ամենամեծ քրակետն է։ Զոհրաբի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին եւ 1890-ականների սկզբներին։ Արևելք օրաթերթում ապա Մասիսում տպագրվում են նրա առաջին նորավեպերը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ։ Իրավացի են ուսումնասիրողները, որ սովորաբար Զոհրաբի իրական տեղը մատնանշում են համաշխարհային գրականության մեծերի կողքին եւ մասնավորապես ֆրանսիական նովելի մեծանուն վարպետի Մոպասանի կողքին։ 1894-95 թվականները զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ առան ու մինչև 1896 թվականը շարունակվեցին զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կոստանդնուպոլսից եւ հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։ Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում Զոհրաբը հեռացել էր գրական ասպարեզից։ Նա ավելի զբաղված էր փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։ Երկար լռությունից հետո Զոհրաբը նորից ասպարեզ է իջնում։ Այս անգամ արդեն ոչ միայն որպես հայ գրականության մեջ իր ուրույն տեղը գտած տաղանդավոր գրող, այլև ճանաչված քաղաքական գործիչ։ Չպետք է մոռանալ, որ Օսմանյան խորհրդարանում եղանակ ստեղծողները մոլերանտ իսլամիստ ու հետադեմ պատգամավորներ էին, ովքեր թշնամանքով էին ընդունում սեփական ժողովրդի վիճակի վերաբերյալ հույն բուլղար ալբանացի հայ երեսփոխանների ամեն մի ակնարկ։ Եվ այդուհանդերձ նման պայմաններում Զոհրաբը միակը հայ ընտրյալներից կարողացավ բողոքել անօրենությունների դեմ։ Իր ցասկոտ ձայնը բարձրացրեց ԱԴՆ-ի կոտորածների, գավառներում հարստահարությունների դեմ։ Զոհրաբի կենդանության օրոք նրա մասին վկայություններ էին գրում հրատարակում մամուլում, որովհետև կենդանի Զոհրաբը արդեն իսկ իրական լեգենդ էր։ Նրա մասին պատմում է Պոլսո ամբողջ հայությունը եւ Պոլսո ամբողջ հայությունը Զոհրաբին համարում էր ոչ ավել ոչ պակաս իր պաշտպանը, իր հենակետը եւ իր հայրը։ Եվ ժամանակակիցները եւ կինը Կլարա Զոհրաբը հիշում են, թե ինչպես իրենց տուն էին գալիս մարդիկ, հասարակ մարդիկ, բանվորներ, գալիս էին նաեւ հարուստներ, մեծահամբավ մարդիկ, գալիս էին թուրք ամիրաներ Զոհրաբից որևէ օգնություն խնդրելու եւ տարօրինակ է հուշագրությունների մեջ չկա մի վկայություն գոնե, որ Գրիգոր Զոհրաբը մերժած լինի որևէ մեկի խնդրանքը իրեն դիմելիս։ Զոհրաբը գրող էր, նորավեպերի հեղինակը։ Գրական այս ժանրի առանձնահատկությունները նա տեղափոխել էր նաև նամակագրության մեջ։ Նա կարող էր մեկ նախադասություն գրել նամակի մեջ եւ հազարավոր կիլոմետրեր ուղարկել իր սիրելի տիկնոջը, Կլարային։ Վերջինս էլ արդեն սովոր էր ամուսնու այս ոճին, սակայն չենք կարող չընդունել, որ այդ մեկ տողն ավելի խոսուն էր, քան հազարավորները։ Զոհրաբը գրում էր. 1901 թվական, Գերմանիա։ Քո իմը համբուրում է քեզ, Գրիգոր Զոհրաբ։ Այսքանը միայն, սակայն մի ամբողջ վեպի բովանդակություն կա այս նամակի մեջ, որն էլ Զոհրաբին մեծացնում էր, վեհացնում։ Զոհրաբը անսահման սիրում էր կյանքը, կենսախինդ ու կենսասեր բնավորության տեր անձնավորություն էր։ Եթե մեր գրողներից շատերին բնորոշ էր սակավապետությունը, ժուժկալ կենցաղը, պայմանավորված նրանց թե խառնվածքով, թե սոցիալական ծանր վիճակով, շատերը նույնիսկ իրենց օրերը ավարտեցին ծայրահեղ չքավորության մեջ, Զոհրաբի պարագայում ճիշտ հակառակն էր։ Նա կարողանում էր վաստակել մեծ գումարներ,
Որպես կանոն շահում էր իրեն վստահված իր ստանձնած բոլոր դատերը, լինեին դրանք կրոնական հողի վրա, քաղաքական հողի վրա, այլևայլ կնճռոտ խնդիրներ, ամեն գործ չէ, որ նա ստանձնում էր, մանր գործերը շրջանցում էր եւ որպես կանոն վաստակում էր մի քանի հազարի հասնող օսմանյան ոսկի։ Գրիգոր Զոհրաբի նամակները շարունակությունը կամ էլ սկիզբն են իր հայտնի նորավեպերի։ 1908 թվականին Փարիզից կնոջը գրած նամակներից մեկում Զոհրաբը հետևյալ միտքն է հայտնում. Սիրեկան, Անուշիկ, չի գտնված աղվոր կնիկս, գիտես, որ սա վիճակիս մեջ, գործերուս, մտմտուքիս մեջ, նեղությանս, բարկությանս մեջ, քանի մորե ի վեր ամենեն եվել ինձի պակսող բանը դուն ես, զարմանալի բան։ Ամեն վարկյան ինձի անանք կուկա, որ հանկարծ սենյակից դուրը պիտի զարնես, ներս պիտի մտնես։ Գրիգորս իշտ է եկա ասելով։ Գրիգոր Զոհրաբը հենց ուղն ու ծուծով գրող էր, որովհետև իր մեջ ներառում էր եւ երկրագետի, եւ ճարտարագետի, եւ իրավաբանի, եւ բանվորի, եւ մտածողի գրեթե բոլոր հայտանիշները։ Գրիգոր Զոհրաբի ժամանակակիցները հիշում են 1905-ին Կաղանդի նախօրյակին դպրոցի սրահին մեջ տոնածառմը պատրաստեցինք։ Ստացված նվերներն անմոռանալի մնաց Էսայան վարժարանի հայտնի բարեկամ Գրիգոր Զոհրաբի հայերեն ու ֆրանսերեն անտիր գրքերով լեցուն արգը, որում կցված էր հետևյալ երկտողը. Սիրելի աշակերտներ Էսայան երկսեր վարժարանի։ Նոր տարվան անու շապուրին հետ մի մոռնաք ձեր մտքին եւ հոգվույն ամենակաղցր սնունդը, ընթերցումը։ Ձեզ սիրող Գրիգոր Զոհրաբ։ Ինչպես որ վաստակում էր, այնքան շռայլել ծախսում էր։ Զոհրաբի շռայլության մասին ժամանակին գիտեին բոլորը, նրա շռայլությունից օգտվել էին շատ շատերը իր շրջապատում գտնվող, սիրում էր ճոխ խնջույքներ, ճոխ սեղաններ, հաճախ այցելության էր գնում իր մտերիմներին, ինչպես ասենք Կոմիտասին, Վարուժանին, Սիամանթոյին, Արամ Անտոնյանին, մյուսներին, իր հետ կարգով տանում էր այդ խնջույքի բոլոր պարագաները, նաև Պոլսի հանրահայտ նվագածուներին, սազանդարներին, որովհետև սիրահար էր արևելյան մեղրածոր երաժշտության։ 1908 թվականին Զոհրաբն ընտրվեց թուրքական պարլամենտի падգամավոր։ Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներին։ Ամեն ջան գործադրում էր խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես սահմանադրության փաստաբանն եմ»։ Զոհրաբը հարգված եւ երևելի անձնավորություն էր երկրի թե ազգային եւ թե համընդհանուր հասարակական, քաղաքական, մշակութային կյանքում։ Նա նույնիսկ իր ծառայողներին մեկ ոսկուց պակաս չէր վճարում, իբրև թեյավճար երբեմն անգամ 5 ոսկի, մի ամբողջ կարողություն, որտեղ ամենահզոր վաստակող իրավաբաններից մեկն է եղել Պոլսի։ Կլարա Զոհրաբն անverջ հորդորում էր ամուսնուն ասելով. «Կաղաչեմ, Զոհրաբ, այս շուներուն կարելի չէ վստահիլ, ապերախտներ են, հեռացիր այս երկրեն»։ Սակայն Զոհրաբը սոսկ Կլարայի ամուսինը չէր կամ Դոլորեսի, Արամի, Վահանի եւ Հերմինեի հայրը։ Զոհրաբն ազգային դեմք էր։ Նա հեղինակություն էր ինչպես ազգային, այնպես էլ օտար շրջանակներում։ Այն նաիվ մտածողությունը, թե Զոհրաբը չէր ճանաչում երեք թուրքերին եւ նրանց ընկերն է եղել, չափազանց միամիտ կարծիք է, որովհետև բոլոր ուշագրիների վկայությունները փաստում են, որ Գրիգոր Զոհրաբը հրաշալի հասկացել է, ինչ է նախապատրաստվում, ինչ պիտի լինի, վերջին հաշուվ չէր էլ կարող չհասկանալ, որովհետև հզոր իրավաբան էր, գիտեր օրենքները եւ երբ Շիրվանզադեն նրան հուսադրում է, թե չի կարելի այդքան մռայլ լինել, ես անոնց մեջ կապրիմ, ես կճանչեմ թուրքը, շատ հստակ ասել է մարդը եւ այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Գրողի մանկության ընկերներից մեկի, Սերոբ Դավթյանի վկայությամբ Զոհրաբը հասկանում էր, թե ինչ ամպեր են կուտակվում իր գլխի վերև։ Մտերիմներից մեկը Մարթեն Հակոբյանն աղաչում էր անմիջապես թողնել պոլիսը եւ փախչել երկրից։ Զոհրաբը սակայն մերժում է. «Ուր փախչիմ եւ ինչպես։ Որոդ հողում այս անգլուխ ու անտեր ժողովուրդը։ Չէ, փախչիլ չեմ կրնար։ Պետք է պարտքս է մինչև վերջ պատնեշին վրա կենալ»։ Բոլորի այսպես ապավենը հույսը Զոհրաբն էր։ Զոհրաբը երբ որ տնից դուրս էր գալիս, դերբակալվածների ընտանիքների անդամները, օրինակ Ռուբեն Զարդարյանի ընտանիքի անդամները, Ռուբեն Զարդարյանը գրող էր, բայց Դաշնակցության կուսակցության երևելի դեմքերից մեկն էր, հավաքում էին եւ Զոհրաբից էին ակնկալում օգնություն։ Իսկ Զոհրաբը մեծագույն հեղինակություն էր։
1915 թվականի մայիսի 20-ին Զոհրաբին ձերբակալեցին ու տարան ոստիկանատուն, որից հետո նրան տեղափոխեցին Գոնյա, հետո Ադանա, ապա Հալեբ։ Նա շարունակում էր իր սիրելի Կլարային նամակներ գրել։ Եթե նախկինում Զոհրաբը գրում էր «Սիրական մեկ հատիկ հոգիս, սիրելի կինս, գանձս հոգիս» արտահայտությունները, հիմա Զոհրաբի նամակներում կարդում ենք «Սիրական եւ խեղճ կնիկս, հոգիս, կյանքս, կողակիցս, քաջ եղիր, մի հուսահատվիր»։ Նրան ուշ ակսորեցին, ուշ տարան, ապրի 24-ին չեն տարել իրեն, ինչու, որպես պարլամենտի անդամ, ինչպես գիտեք, պարլամենտի անդամը անձանմխելի է, բայց Թուրքիայի մեջ օրենք, նրան թողեցին, ինձ սվում է, որպես նա դանջվի տեսելով իր ազգագիծերի դժբախտ ճակատագիրը, ինքը տեսի, հերոք ակսորեն իրեն, հայտնի է, որ նա թալյաթի հետ հանդիպել է, Սերկլ Դորյան գոչվող բանդոգում ընդեղ ճաշկերուտ եղել, հանդիպել է և ասել է, որ կգա ժամանակ, որ ձեզից հաշիվ կպահանջեն այս դեպքերի համար։ Թալյաթ հարցել է, ով պիտի հաշիվ պահանջի, ասել է ես, խեղճ մարդ ասել ես, կարծել որ ինքը ողջ կմնամ։ Դա իհարկե առիթ էր մեկ է նրան բիտակցորեին, բայց սա արագացրեց երևի այդ եսը, արագացրեց և նրան նույնպես ակսորեցին Վարդգես Սիրինգուլյանի հետ, որ հայտնի դաշնակցական գործիչ է։ Թոփար Վարդգես էին ասում, որ մեկ ոտքը կաղեր, շատ հայտնի գործիչ էր։ Զոհրաբի ամբողջ հույսը կինն էր, ով փորձում ջանք չէր խնայում ամուսնու փրկության համար։ Հալեբ հասնելով Զոհրաբը կնոջը գրում է մի բավականին հուզիչ նամակ։ Հալեբ 2 հուլիսի 1915 թվական։ Սիրական, մեկ հատիկ հոգիս, կյանքս։ Հիմա սիրական կինս, ալ վերջին վարակույրը կսկսի մեզի համար։ Իմ ինչ վիճակի մեջ լալուս մասին բացատրություն չեմ տար, որպեսզի քու քաջությունը տալ չկոտրեմ։ Երկու անգամ է որ Լուսինը կտեսնեմ եւ քեզ ու զավակներս աչքիս առջև կբերեմ եւ կհամբուրեմ։ Երրորդ Լուսինն ալ այսպես պիտի լա արդյոք, վտանգի մեջ եմ, աշխատե։ Ավելի գրելու ուժ չունիմ, թե ողջ չմնամ, զավակներուս վերջին պատվերս եւ կտակս է, որ միշտ սիրովը լան իրարու հետ։ Սկես պաշտեն եւ սիրտդ չցավցնեն ու զիսալ հիշեն։ Ահա միակ հարստությունս, անոնց գրքին մեջ հոգիս տալ, ինչ ուրախություն։ Չեմ գիտեր, թե Աստված այդ բաղձանքս պիտի կատարե։ Մի քանի օր հետո Զոհրաբը կնոջը մեկ այլ նամակ է գրում, առավել կարճ բովանդակությամբ։ Իմ կտակս է, որ իմ բոլոր գույքս մանչ ու աղջիկ զավակներուց մեջ հավասարապես բաժանվի։ Ամենքիդ դարձյալ կհամբուրեմ, աղոթեցեք, աշխատեցեք, մի հուզվիք։ Ու թե որ հաջողիկ արդյունք մը ձեռք բերել, թեև շատ տկար է հույսս։ Չլա որ միայն իմ փրկության համար լա, առանց Վարդգեսի դառնալս այլապես մահը կլա։ Հետաքրքիր է, որ վերջին օրը, վերջին գիշերը ավելի շուտ Ուրֆայում, երբ ժանդարմների խիստ հսկողությամբ թե Զոհրաբն ու Վարդգեսը պահվում էին մի շինության մեջ, տեղի կտրիչների մի խումբ Մկրտիչ 7 Եղբայրյան անունով մի քաջի գլխավորությամբ որոշում է մի հանդուգն ծրագիր իրականացնել եւ ազատել Զոհրաբին ու Վարդգեսին, փախցնել այդտեղից ստույգ մահապատժից։ Մկրտչին հաջողվում է նույնիսկ տանիքից թափանցել այն սենյակը, որտեղ պահվում էին Զոհրաբն ու Վարդգեսը, եւ իրենց ծրագիրը բացում է նրանց առաջ, որպեսզի պայմանավորվի այն ժամը գիշերվա, երբ իրենք պետք է արձակում գործեն։ Սակայն թե Զոհրաբը, թե Վարդգեսը կտրականապես մերժում են փախուստի ծրագիրը, պատճառաբանելով, որ դա ավելի կգրգռի թուրքերին սաստկացնելու կոտորածներ են։ Եվ Մկրտիչը ձեռնունայինը դուրս գալիս շենքին, անեծքներ մրթմրթալով հայի հավերժական միամտության մասին։ 1915 թվական, հուլիսի 6, առավոտյան ժամը 5-ներ։ Հալեբից Ուրֆա տանող ճանապարհ, կարգ ուղեկցող ժանդարմները դիրք են գրավում Գասապթաշի երկու կողմերում եւ նշան բռնելով կարգում նստածների վրա կրակում են։ Իսկ կարգում Գրիգոր Զոհրաբն էր, մեկը 1.5 միլիոն հայերից, ով դարձավ Օսմանյան կայսրության ծրագրած հայոց եղեռնի հերթական զոհը։
դեր իրենք այդ ձորը չհասած, որ դեպից սպանվեին, արդեն թուրքերը գրել էին փաստաթուղթը ինչպես են մահացել, սրդի հիվանդ եղել, սրդից մահացավ, եւ Սիբիրը մի վարժապետի, հայ վարժապետ տանջերուց հետո իհարկե, որովհետեւ գրի, որ ինքը տեսել է, թե ինչպես սրդի ցավերից մահացավ Գրիգոր Զոհրաբը, բայց ինչ թելադրել թուրքը, հայ գրել է հետևյալը, որ ես հայ վարդապետ Այսինչյանս, ես հայ վարդապետ Այսինչյան հայրապետ քահանաս, այսինքն հայը չէր կարող նույն իմաստը տալ վարդապետ եւ քահանա բարերն, դա տարբեր բաներ են, թուրքը չի հասկացել եւ մի նախադասը մեծ սխալը թույլ է դվել, որ վարդապետ հետո քահանա։ 1915 թվականի հուլիսի 7-ի չարաբաստիկ հեռախոսազանգն ամենազզվելի լեզվով հայտնեց այն մասին, ինչն ամենից շատն էր վախեցնում Կլարա Զոհրաբին։ Կլարան խելացի կին էր եւ քաջ գիտակցում էր, թե ինչ է կատարվում երկրում, սակայն չէր հավատում կամ չէր ուզում հավատալ, որ իր սիրելին, իր պաշտելին, իր զավակների սիրասուն հայրը պետք է այդպիսի դաժան ճակատագրի արժանանար։ Զոհրաբի ձերբակալության վկաները հիշում են, որ երբ Զոհրաբի մահվան բոթը 3 օր հետո մահվանից հետո հայտնում են կնոջը, կինը պարզապես ուշաթափվում եւ դժվար է ուշքի գալիս։ Սրանք մարդիկ են, լեգենդներ են, ոնց մենք պարտավոր ենք հիշել միշտ, պարտավոր ենք հիշել։ Տեսեք Չոբանյանը, Վահան Տեկյանը ինչեր են ասում Զոհրաբը եւ ուրիշը ինչ կա, նույնիսկ թուրքի գործիքներ կա, մի մոլայի parlamenti անդամ մոլայի, որ ասում եմ, մի կայծը բավական էր, որ իր մասին Զոհրաբի, բրնգվեր Զոհրաբը, մի կայծը։ Ոճրագործության հաջորդ օրը, հուլիսի 7-ին, Ուֆայի շուկայում վաճառքի են հանվում Գրիգոր Զոհրաբի ոսկյա ժամացույցն ու մատանին եւ Վարդգես Սերիմպուլյանի ջերմակեղենը։ Անգլիացի ճանապարհորդ Ոմն Էկբերլիցյան նույն այդ շուկայից գնում եւ հալեպ է տանում անվան սկզբնատարերով եւ արյան բծերով աղտոտված Զոհրաբի պայուսակը։ Բայց մեռավ խնդուկի հեղինակը, Մարապետի հեղինակը, Փոստալի հեղինակը, մեռավ աշխարհը գեղագիտության ակնոցով դիտող եւ գեղագիտորեն մարդուն ինքնաճանաչման բերող, արդեն չեմ վախենում ասել, համաշխարհային գրականության խոշորագույն երևույթներից մեկը, Գրիգոր Զոհրաբը, որը ուղիղ կարող է կանգնել եվրոպացի ուզածը գրողի կողքին իր տեսողությամբ, իր դատողություններով, իր քաղաքացիական վարքագծով։ Այս մարդը գիտեր ապրել, այս մարդը գիտեր նվիրվել, այս մարդը գիտեր ստեղծագործել, Աստված շռայլորեն նրա ուղեղում եւ հոգում մեջ տեղադրել էր այն ամենը, ինչ բնորոշ պիտի լիներ կատարյալ մարդուն, ինչով կատարյալ մարդը ներկայանալի պիտի լիներ առհասարակ մարդուն։ Հայ գրականության երախտավորը, հրապարակախոսը, քաղաքական գործիչը, ճանաչված իրավաբանն ու նորավեպի անզուգական վարպետը Գրիգոր Զոհրաբը կյանքից հեռացավ սերունդներին թողնելով հարուստ գրականություն եւ հետեւյալ պատգամը. անվերապահ նվիրվեք հայրենիքին, հավատալով ազգի հավերժությանը։